Դպրոցը միայն պատեր ու դասագրքեր չեն, այն միջավայրը, որտեղ ձևավորվում է մարդը, բայց երբեմն այդ միջավայրը դառնում է անհյուրընկալ։ Լռությունը, որը ծնվում է վախից կամ ծաղրանքից, ամենամեծ վտանգն է կրթության համար։ Երբ գիրք կարդալը դառնում է թիրախ, իսկ առանձնանալը առիթ ճնշման, մենք կորցնում ենք ամենակարևորը՝ ապահովությունը։ Ինչպես եք։ Ոչինչ շնորհակալություն դուր եք ավելի նախորդ գիրքը սիրած։ Այո, ընկերանուս Դրեզերի ամերիկյան ողբերգություն գիրք ունեք։ Ունենք սիրած ջան։ Բայց նախորդ գիրքը մոռացել եմ 1 էջեր մնում։ Ոչ, դու կարդաք նույն կբերես տղա։ Շատ եմ հավանում փոխակակիցների մեջ ու շատ կարդացող տղա ես է։ Մեր դպրոցում իրականացված անվտանգ եւ ապահով կրթական միջավայր ծրագրի շրջանակներում մենք իրականացրել ենք մի շարք սեմինար քննարկումներ, ինչպես նաեւ միջոցառումներ։ Իրականացված աշխատանքների արդյունքում սովորեցինք հասկանալ միմյանց զգացմունքները եւ որ ամենակարևորն է, ստեղծեցինք վստահության կամուրջներ աշակերտների եւ ուսուցիչների միջեւ։ Շատ շնորհակալ եմ ընկերանուս բարեհամբույր վերաբերմունքի համար։ Խնդրեմ սիրած ջան, այնքան եմ ուրախանում, որ մեր երիտասարդները սկսել են գիրք կարդալ։ հələ տեսեք ով ա գալի, Գիզունիկը, արի մենակ ինչ ես այդքան դատում։ Հələ տեսնենք։ Սիրող ջան, ինչ է պատահել։ Աննա, ինչ է պատահել։ Ոչ մի բան ընկերներ։ Սիրելի աշակերտներ, եկեք հասկանանք, յուրաքանչյուրը ունեք ձեր հետաքրքրությունները։ Եկեք սովորենք լսել եւ հարգել միմյանց, այլ ոչ թե վիրավորել կամ ծաղրել։ Անվտանգ միջավայրը սկսվում է հենց այս պահից, ձեր վերաբերմունքից։ Գայսում եկեք հավաքենք ձեր ընկերոջ գրքերը։ Մենք ներդրել ենք մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ժամանակին նկատել եւ կանխել ցանկացած հոգեբանական ճնշում։ Մենք չէինք գիտակցում, որ այս վարքագծով կցավեցին քեզ։ Սիրելի աշակերտներ, կարևորը դուք գիտակցեցիք ձեր սխալը, այլևս չի կրկնվելու։ Անվտանգ կրթական միջավայրը շքեղություն չէ, այն անհրաժեշտություն է։ Մենք կերտում ենք այդ միջավայրը միասին, ամեն օր, ամեն քայլափոխի, հանուն մեր եւ մեր ապագայի։ Դպրոցը իմ տունն է։ Այստեղ ես պաշտպանված եմ։ Մենք տարբեր ենք, բայց մենք հավասար ենք։ Մենք